այսօրվա երթի մասին նախ խոսենք եւ դատարանից ակնկալիքների մասին ի վերջո Կարապետյանին հնարավորություն կընձեռնվի լիարժեք մասնակցել քաղաքական պրոցեսներին։ Սամվել Կարապետյանի կալանավորելուց առ այսօր մենք ամեն դատական նիստի ներկա գտնվելով հույս ենք ունենում, որ վերջապես դատարանը կկայացնի արդար որոշում եւ մենք կարողանանք մեր նախընտրական գործունեությունը ծավալել հավուր պատշաճի։ Ոչ թե մեր թիմակիցները, ոչ միայն արդեն Սամվել Կարապետյանը, նաեւ ունենք բազմաթիվ բերման ենթարկված թիմակիցներ, այսպիսի բռնաճնշումներ եւ այլն, եւ մեր հույսը չենք կտրում ու պայքարելու ենք մինչև վերջ, անելու ենք հնարավոր բոլոր քայլերը օրենքի սահմաններում, որպեսզի հնարավորինս շուտ հայտնվի ազատության մեջ։ Պոմեն Ացականյան, տեսնում ենք, որ իշխանությունը եւ առաջնորդը հատկապես տարբեր հարթակներից, իդեպ այսօր նաեւ ազգային ժողովի հարթակից շարունակել է անդրադառնալ ընդդիմադիր այն շրջանակներին, որտեղ նաեւ Սամվել Կարապետյանն է, այս հայտարարությունները արդյոք ճնշում չեն նաեւ իրավապահ արդարադատության համակարգերի վրա։ Ճիշտն ասած ավելին ինչ-որ լավ բան սպասել այս իշխանություններից անիմաստ է եւ ոչ միայն ճնշում է, այլև վախի դրսեւորումներ են կոնկրետ եւ այդ վախի դրսեւորումները անընդհատ սկսելու են սաստկանալ, ուժեղանալ կապված Սամվել Կարապետյանի ռեյտինգի բարձրացման հետ։ Ու մենք սպասում ենք բոլոր քայլերին, մենք արդեն պատրաստվել ենք բոլոր քայլերին ու փորձելու ենք պայքարել մինչեւ վերջ։ Ու Նիկոլ Փաշինյանը բացի Արցախի անձնումից մնացած բոլոր այս ինչ որ արել է ձախողումներից ամենամեծ խնդիրը որ երկրում ստեղծել է կոնկրետ անմեղության կանխավարկածի նման ձևով բռնաբարումն է, մարդկանց վիրավորելը, թիրախավորելը, ծաղրելը եւ դա անում է ամբողջ իշխանական բուրգի ներկայացուցիչների հետ միասին, ինչը թե բարոյապես, թե էթիկայի նորմերից ելնելով, թե ընդհանրապես մարդկային տեսանկյունից մեղմ ասած նորմալ չի կարելի դիտել։